էլեկտրական ցանցերը վերջին շրջանում անընդհատ խոսում են այն բանի մասին, որ արդիականացնում են ցանցը, որ բավականին հին է եղել եւ դա մեծ բաներ է, անընդհատ խոսվում է ներդրումների մասին։ Ես հասկանում եմ, որ դա սարսափելից մեծ ծավալի աշխատանք է, այնուամենայնիվ մոտավոր ինչքան կտևի այդ արդիականացման շրջանը։ Տեսեք, մենք ժամանակային առում մենք հիմա իրականացնում ենք այն 10-ամյա ներդրումային ծրագիրը, որ հաստատել ենք 2016 թվականին, հաստատել ենք, ներկայացրել ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, որպեսզի մեր ունկնդիրը նաև իմանա, Հայաստան էլեկտրական ցանցերը ինքը մոնիտորինգի ենթարկվող կազմակերպություն է եւ մեր բոլոր ծախսերը եւ ներդրումային ծրագրերը մեր կողմից կատարվող աշխատանքները, մենք տարեկան 10-ամյա ծրագիր ենք կազմել, հետո տարեկան ներկայացրել ենք նաև իրանց հաստատմանը, որի արդյունավետությունը նաև մոնիտորինգի է ենթարկվում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից, որտեղ այնտեղ մի հատ մեխանիզմ կա, որ դուք ծախսն անում եք, ծախսը հետո վերադարձվում է, իրանք պետք է արդյունավետությունը գնահատեն, կատարված չկատարվածը գնահատեն։ Մենք 16 թվականին, երբ որ Տաշիր ընկերությունների խումբը ձեռք բերեց Հայաստան էլեկտրական ցանցերը, մենք հաստատեցինք մեր 10-ամյա զարգացման ծրագիրը։ Դա շուրջ $700 միլիոն ներդրումային ծրագիր է։ Շատ է թե քիչ այս գումարը։ Որպեսզի, ես մեր ունկնդրի համար եմ հարց տալիս եւ ուզում եմ դրան պատասխանել։ Մենք ունենք գնահատած մեր տնտեսությունը, եւ ոչ միայն մենք, այլ նաեւ այլ մի քանի միջազգային ֆինանսական կազմակերպություններ տեխնիկական իրավիճակը ընկերության գնահատել են եւ եկել են այն եզրակացության, որ ընկերության հիմնական միջոցների 80%-ը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է։ Որպեսզի այդ ամբողջը արդիականացվի եւ փոխվի, տարբեր գնահատականներով դրա համար անհրաժեշտ է մոտավորապես $8-10 միլիարդ։